BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ եվրոպական առաջնորդները հավաքվում են Երևանում մասնակցելու երկու աննախադեպ գագաթնաժողովների, ինչը խորհրդանշական մեծ նշանակություն ունի մի երկրի համար, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցը Հարավային Կովկասում։ Հոդվածում նշվում է, որ չնայած Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը և երկրի տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությանը, Երևանն այսօր հյուրընկալում է ավելի քան 30 եվրոպական առաջնորդների և Կանադայի վարչապետին։ Հոդվածում նշվում է, որ այս շրջադարձի հիմնական պատճառը 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունն է եղել Լեռնային Ղարաբաղում, որի ժամանակ ռուս խաղաղապահները մնացել են անգործ, իսկ ՀԱՊԿ-ն չի արձագանքել Հայաստանի տարածք ներխուժումներին։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Մոսկվան ակնհայտ գրգռվածությամբ է հետևում Հայաստան-ԵՄ մերձեցմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցության հետ։ Բացի այդ, Ռուսաստանն արդեն կիրառում է հիբրիդային սպառնալիքներ սկսած հայկական հանքային ջրերի ներկրման արգելքից մինչև զանգվածային կիբերհարձակումներ պետական պաշտոնյաների և քաղաքացիների դեմ։ Վերջում նշվում է, որ թեև Եվրոպան խոստանում է վիզաների ազատականացում և աջակցություն դեզինֆորմացիայի դեմ պայքարում, Հայաստանի համար դեռևս հստակեցված չեն ԵՄ անդամակցության ժամկետները կամ ռուսական գազին փոխարինելու պլանները, ինչը նշանակում է, որ երկրի բալանսավորումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ հեռու է ավարտված լինելուց։ Արցախի ազգային ժողովը դիմել է Եվրոպական քաղաքական համայնքի խորհրդաժողովի մասնակիցներին և պահանջել, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը հասցեական գնահատական տան, ապահովեն Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանումը, հայտարարություններից անցնեն գործնական քայլերի տիրույթ և երաշխավորեն բռնատեղահանված բնակչության հայրենիք վերադարձը, հարգելով նրա ինքնորոշման իրավունքը։ Արցախի ազգային ժողովը հանդես է եկել որպես նրա ժողովրդի կողմից առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին։ Պայմանականորեն կարելի է ընդունել, որ 2020 թվականի մայիսին ստանձնած մանդատը դեռևս ուժի մեջ է և համաձայնել, որ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երևանյան խորհրդաժողովի մասնակիցները չպետք է ուշադրությունից դուրս թողնեն Արցախի հայ բնակչության բռնատեղահանությունը, մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը, ինչպես նաև 150,000 մարդու հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բայց ինչ է նշանակում «պահանջում ենք» վերջնագիրը։ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի անդամ ոչ մի երկիր Արցախում ռազմական ներկայություն չի ունեցել, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմ է սանձազերծել։ Եվրոպական ոչ մի երկիր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ չէ, նույն օրը Եվլախում կայացած բանակցությունների միջնորդ չէ և ստանձնած որևէ պարտավորություն չի խախտել։ Ապրիլի 30-ին լրացել է Կոլցո ռազմագործողության մեկնարկի 35-րդ տարին։ Այդ օրը սկսվել է Գետաշենի խաղաղ բնակչության բռնատեղահանությունը։ Ռազմագործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բռնատեղահանության է ենթարկվել հայկական 24 գյուղ, ընդ որում առաջին հերթին դատարկվել է Բերդաձորի ենթաշրջանը, ապա Հադրութի լեռնային գյուղերը, որ սահմանակից են Հայաստանին։ Արցախի ազգային ժողովը խորհուրդ է ադրբեջանական այդ գործողության տարելիցի առթիվ հայտարարություն չի տարածել։ Պատճառը հասկանալի է, Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, Մոսկվային չի կարելի զայրացնել, իսկ Եվրոպայից պահանջել պետք է։ Ցավալի է, բայց պետք է ուղղակի ասել, սեփական ճակատագրի և հայրենիքի հարցում մանկուրտային այդ դիրքորոշումը ոչ մի տեղ չտանող ընտրություն է։ Եվրոպան, Եվրոպայի ժողովրդավարական համայնքը Արցախի հարցում չեն կարող օգտակար լինել, քանի դեռ Արցախն իր դժբախտությունը չի հասցեագրի գլխավոր պատասխանատուին՝ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը։